Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույր եղբայրներ ջան, եւ Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս հետ, որ մեր միտքը կդրվի աշխարհից, հոգսերից, ամեն բաներից, քույր եղբայրներ, ու աղոթները սեղնին, որ մեր ներսը կենտրոնանա Տիրոջ խոսքի վրա, Տիրոջ ներկայության վրա, որտեւ եկել ենք դադարք, եկել ենք խիստ կարիքով, կուզենք Աստծուց անպայման բան վերցնենք, Տերը օգնե, քույր եղբայրներ ջան, ու այդ բանը կստացվի այն մարդու մոտ, որ արդեն իսկ իր սիրտը պատրաստել է դրա համար։ Քույր եղբայրներ ջան, այդ սրտի պատրաստվածության մեջ իհարկե կա վստահություն, որ գիտես, որ Աստծուց մի բան պետք է առնես, դրա համար թույլ տանք Սուրբ Հոգուն հպվի մեր հոգիների հետ, խոսի մեր սրտերին։ Այդ հանդիպումը կայացած էս վայրից գնանք։ Մի տեղ եմ ուզում կարդալ Աստծո խոսքից եւ եղբայրներս կշարունակեն, մեր Պավել եղբայրը այսօր մեզի հյուր է եկել, Տերը օրհնի։ Եսայի մարգարեության 12-րդ գլխի մեջ ուզում եմ կարդալ այս խոսքերը, ասում է. «Եվ այն օրը կասես, ով Տեր, ես գովում եմ քեզ, որ ինձ վրա բարկացար, բարկությունդ ետ դառավ եւ ինձ մխիթարեցիր։ Ահա Աստված է իմ փրկությունը, ես հույս ունիմ եւ չեմ վախենալ, որովհետեւ իմ զորությունը ու գովասանքը Տեր Եհովան է, եւ նա ինձ փրկություն եղավ։ Եվ դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներիցը։ Եվ այն օրը կասեք, գովեցեք Տիրոջը, կանչեցեք նրա անունը, պատմեցեք ազգերի մեջ նրա գործերը, հիշեցեք, որ բարձր է նրա անունը։ Օրհներգեցեք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սրանք իմացված են բոլոր երկրումը։ Եվ 6-րդ խոսքը ասում է. աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիոնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայելի Սուրբը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քույր եղբայրներ ջան։ Այս վերջի խոսքը ասում է մեծ է քո միջումը Իսրայելի Սուրբը, մեծ է Աստված քո միջումը։ Գիտեք, երբ որ Աստված մեծ է մեր մեջ, մեր ամեն հարցերը իրանով լուծում են գտնում։ Բայց երբ որ ասենք խնդիրն է մեծ, չեն կարողանում Աստծուն տեսնել իր մեծության մեջ, մեր հավատքն այդպես շտկված չէ։ Թող Տերը օգնե, այսօրվա օրն էլ քույր եղբայրներ, որ Աստված արթնացրել է, մեր ոտքեր ուղղել է վայրը, իր ներկայության մեջ, մենք մեր սիրտը տանք Աստծո խոսքին, հանձնվենք Տիրոջ խոսքին, նրա խոսքը բարձրացնենք, նրան բարձրացնենք մեր մեջ, եւ Աստված իրապես մեծ կլինի մեր մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն բանից առաջ փառք Տիրոջ եղբայրներ քույրեր։ Շնորհակալ ենք մեր Տեր Աստծուց այսօրվա համար, որ մեզ կյանք է պարգևել իր խոսքերի առաջ գալու, իր ներկայության առաջ գալու, այո, մեր սիրտը Տիրոջ առաջ բերելու, որտեղ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ եւ շատ կարիք ունենք Աստծո խոսքով մաքրվելու, սրբվելու եղբայրներ քույրեր ջան։ Եվ իմ սրտում դրված է այսօր մինուտի շուրջ խոսելու, եւ պիտի կարդամ Կորինթացիների թղթերից, որտեղ որ Պողոս առաքյալը իր անհանգստությունն էր հայտնում եւ գրում է խոսքերը, ես ուզում եմ կարդալ երկրորդ թուղթ Կորինթացիների 6-րդ գլխի 14 համարից, որտեղ այսպես է առաքյալը գրում. Անհավատների հետ օտարախառն լծակից մի ըլլակ, քանզի ինչ մասնակցություն ունի աշտարությունը անօրինության հետ եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ եւ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Պելարի հետ կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ եւ ինչ հարմարություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, վասնզի դուք կենտանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստվածավ, թե անոնց մեջ պիտի բնակվիմ եւ անոնց մեջ պիտի քայլեմ եւ անոնց Աստված պիտի լամ, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի լան, այսօր համար
ելեք անոնց միջեն ու զատվեցեք, կսե Տերը, անմաքուր բանի մի դիպչեք, ու ես ձեզ պիտի ընդունեմ, եւ ես ձեզ հայր պիտի լամ, եւ դուք ինձի տղաներ ու աղջիկներ պիտի լաք, կսե ամենակալ Տերը։ Եղբայրներ, քույրեր, հա տեսնում ենք, որ այս խոսքերի մեջ Աստծո խոսքը ուղղված է իր ժողովրդին, որպեսզի մենք տեսնենք հավատքի նպատակը, Աստծո գործը մեր կյանքի մեջ, որտեղ որ Պողոս առաքյալը ասում է, որ չեք գիտե, որ դուք Աստծո տաճարն եք, եղբայրներ, քույրեր։ Կարևորենք այն գործը, որ Աստված ինձ ու քեզ մեզ դարձրել է իր տունը, իր տաճարը, որ մեր մեջ բնակվի, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ մենք ապրում ենք մի աշխարհի մեջ, որտեղ որ գիտեք, ամեն անմաքրությունն է, ամեն անհավատությունն է, եւ գիտեք, բան չի փոխվել։ Այն ժամանակ էլ նույնն է եղել, եւ Պողոս առաքյալը թաքրում է, որ օտարախառը լծակից չեռնենք անհավատների հետ, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ ցույց է տալիս, որ չեք գիտե, որ դուք Աստծո տաճար եք, որտեղ Աստված ձեր մեջ կբնակվի։ Եվ մենք Աստծո տաճար չենք դարձել այդպես ուղղակի, այլ Աստված մեր մեջ է բնակվել Սուրբ Հոգով իր որդի Հիսուս Քրիստոսով, եղբայրներ, քույրեր ջան։ Նա ճանապարհ է բացել մեր կյանքի մեջ, որպեսզի ես ու դու մեր կյանքը փոխվի Քրիստոսի վրա եղած հավատքով։ Եվ ասում է, որ դուրս եկեք անոնց միջեն, զատվեցեք, եղբայրներ, քույրեր։ Ես մի փոքր ուզում եմ այս դուրս գալու, զատվելու մասին խոսամ։ Եվ Սուրբ Գրքից պիտի օրինակներ բերեմ Հին Ուխտից, որ մեր միտքը ավելի պատկերավոր եղնի։ Զատվել դուրս գալ դա չի նշանակում երտանք մի հատ հեռու տեղ ապրենք, որ այս աշխարհի մարդկանց հետ չշփվենք, չէ, սրա մասին չէ խոսքը։ Եվ դրա համար ես ուզում եմ, որ մենք նայենք Աստծո խոսքին, որ ինչ է նշանակում դուրս գալ, ինչ է նշանակում զատվել, այո, այս մեղքի կյանքից, մեղքի աշխարհից, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ Սուրբ Գրքից պիտի բերեմ օրինակներ Հին Ուխտից։ Առաջինը, որ ուզում եմ կարդալ Աստծո խոսքից, Ծննդոց գիրքն է, եղբայրներ, քույրեր, որտեղ որ Աստծո խոսքը նկարագրում է մի իրադարձություն, բոլորս գիտենք Ղովտի պատմությունը։ Մանրամասը չեմ նկարագրելու, բայց կարդալու եմ Ծննդոց 19-րդ գլխից, որտեղ որ Աստծո խոսքը այսպես է ասում, որ Աստված իր հրեշտակներն ուղարկեց չէ Ղովտի տուն, եւ այսպիսի խոսքեր է գրված, որ դուրս հանեցին, ես կարդալու եմ 19-րդ գլխի 17 խոսքը, ու երբ զանոնք դուրս հանեցին, հրեշտակները դուրս հանեցին, չէ Ղովտի տուն ընտանիքը, այս համար, ու երբ զանոնք դուրս հանեցին, մեկը սա անձդ ազատելու համար փախիր ետ մի նայիր, եւ բոլոր դաշտի մեջ մի կանգնի։ Ետ մի նայ, եղբայրներ, քույրեր։ Աստծո խոսքը Ղովտի ընտանիքին ինչ եղավ սա, ետ մի նայ։ Եվ մենք գիտենք, որ երբ որ իրանք դուրս եկան, գրված է, որ Ղովտի կինը ետ նայեց։ Եվ դարձավ աղե արձան, եղբայրներ, քույրեր։ Դուրս էին եկել Սոդոմ Գոմորից, չէ, դուրս էին եկել, հրեշտակը իրանց դուրս հանեց։ Բայց Աստծո խոսքը հստակ էր, սա ետմինա է։ Ինչի համար, եղբայրներ, քույրեր։ Որտեղ մարդու հոգևոր կյանքը կատարվի գա ներսը։ Ընտրություններն ու որոշումները կատարվի գա մարդու ներսը։ Եթե մարդը իր ներսով չի զատվի, չի ուզե զատվի, քիչ հետո կկարդանք այդ մասին։ Եթե մարդու ներսը չի ուզե զատվի այս աշխարհից, մեղքի կյանքից, անհավատությունից, չի ուզե, եղբայրներ, քույրեր։ Ինչպես նայում ենք Ղովտի կնոջ կյանքում, որ ինքը ետ նայեց եւ դարձավ աղե արձան։ Գիտեք, հետաքրքիր չէ, ինչի աղե արձան դարավ։ Ոչ առաջ գնաց, ոչ էլ հետ գնաց, չէ, որտեղ կանգնավ, այդտեղ էլ մնաց։
Այսօր ինչքան կներեք հավատացյալներ կան, որ տեղում կանգնած են, ոչ առաջ կերտան, ոչ էլ հետ կերտան, այդպես մնացել են, ոչ հոգևոր կյանքի մեջ կհաստատվին, ոչ Տիրոջ խոսքի մեջ կզորանան, չէ՞։ Ինչի համար եղբայրներ, որտեղ իրանց ներսի խնդիրների մեջ հետ կնայեն եւ կմնան այդ աղե արձանի կարգավիճակում։ Եվ մյուս օրինակը կուզեմ բերեմ նորից Սուրբ գրքից, դա գրված է Թվոց գրքում 11-րդ գլխի մեջ, եւ սա արդեն Իսրայելի ժողովրդի կյանքի մեջ տեղի ունեցավ։ Թվոց 11-րդ գլխի մեջ մենք ինչ ենք կարդում, մենք գիտենք, որ Աստված ընտրեց իր ժողովուրդը եւ դուրս հանեց Եգիպտոսի երկրից։ Գիտեք, չէ՞, այդ պատմությունը։ Բայց երբ որ դուրս եկան Եգիպտոսի երկրից, ինչ տեղի ունեցավ, մենք ինչ կտեսնենք։ Այլ Եգիպտոսի մեջ չեն, դուրս էին եկել անապատ, չէ՞։ Բայց մենք ինչ կտեսնենք, որ այստեղ կարդում ենք հետեւյալի մասին, ես պիտի կարդամ 11-րդ գլխի 4-րդ խոսքից, եւ անոնց մեջ խառնի ճաղանջ բազմությունը շատ բաների ցանկացին եւ Իսրայելի որդիներն ալ դարձյալ լացին ուսին, ով մեզի ուդելու միս պիտի տա եւ Եգիպտոսի մեջ մեր ծերի կերած ծվերը, վարունգները, սոխերը, պրասները, սխտորները մտքերնից կուկան։ Հետաքրքիր է, չէ՞, դուրս են եկել Եգիպտոսի երկրից, եղբայրներ քույրեր։ Բայց իրանց միտքը ի՞նչն է։ Հետաքրքիր է, չէ՞, գսե, ընդեղած կերագուրները, ընդեղած կյանքը, ուտելը, խմելը, ծերի բաները, իրանց միտքը կուկա այս ամենը, եղբայրներ քույրեր։ Եվ բան չի փոխվել, գիտեք, մարդու բնությունը մարդ էությունը, թե հին ուխտում, թե նոր ուխտում, նույնն է եղբայրներ ջան, քույրեր ջան։ Աստծո խոսքը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Բան չի փոխվել, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ Աստծո խոսքը նույնն է, դրա համար առաքյալը ասում է, թե անհավատների հետ օտարախառն լծակից մի եղեք։ Չէ՞ որ մենք Աստծո տաճար ենք, այո, հին ուխտում Աստված իր ժողովուրդ ընտրեց, իր խորանը կառուցվավ, անապատում չէ, Մովսեսի ձեռքով, երբ որ մտան Քանանի երկիրը Սողոմոնի ձեռքով տաճարը կառուցվավ եւ նոր ուխտում Քրիստոսով մենք դարձանք Աստծո տաճար, եղբայրներ քույրեր, բայց մարդ բնությունը, մեղքի նկատմամբ, կյանքի նկատմամբ հավատքը մարդու մեջ նույնն է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ դրա համար Աստծո խոսքը նույնն է երեք այսօր հավիտյան։ Ինչ որ կատարվավ Աստծո ժողովրդի կյանքի մեջ, այսօր մեր օրերում էլ է կատարվում, եղբայրներ քույրեր ջան։ Եվ Աստծո խոսքը նույնն է, որ անոնց միտքը, մեր միտքը կուկա, եւ շարունակությունը լսեք։ Եվ հիմա մեր անձը չորացավ։ Այս մարդիկ են, մեր անձը չորացավ։ Մանանային զատ ուրիշ բան չկա աչքերնից առջև։ Հետաքրքիր է, չէ՞, ինչի կսեն այս խոսքը։ Կսե մանանայից բացի ուրիշ բան չենք տեսնի, մեր աչքի առաջ ուրիշ բան չկա։ Բայց Աստծո ժողովուրդն են, որոնք դուրս են եկել, զադիկ են տոնել, հրաշքներ են տեսել, Աստծո զորություններն են տեսել։ Հիմա ինչի հետ կնայեն եւ կսե մանանային զատ, գիտեք անհավատությունը որն է իրանց տեղ, եղբայրներ քույրեր։ Մենք կարող ենք մենակ մանանանք տեսնենք, բայց չեն տեսնի, թե այդ մանանայի կամ հաջորդ օր կկարդանք, չէ, Աստված լորամարգիներ ուղարկեց։ Ինչ այդ լորամարգիները իրանց եկան, իրանք չտեսան, որ այդ ամենի հեղինակը Աստծո խոսքն էր։ Իրանք մանանանք տեսնեին, բայց չեն տեսնի այդ մանանայի հետևում, որ Աստված հրաման տվավ, չէ։ Լորամարգիները կտեսնեն, բայց չեն տեսնի, որ հրամանը Աստված էր տվել։ Այսինքն տեսնենք այդ ամենը եւ չեն Աստծո խոսքը չտեսնելով, որ այդ ամեն ինչի հետևում Աստված է կանգնած։ Տիրոջ խոսքն է, եղբայրներ քույրեր ջան։ Դրա համար իրանք
սկսեցին հետ նայել։ Ինչպես Ղովտիկինը հետ նայեց եւ դարձավ աղի արձան։ Եվ այսօր շատ հավատացյալների կյանքում այս վիճակը կա, եղբայրներ, քույրեր։ Եկեղեցու մեջ են, Աստծո տան մեջ են, հավատքի մեջ են, դուրս են եկել Եգիպտոսից, բայց արձանի պես կանգնած են տեղում, որովհետև չեն տեսնի Աստծո խոսքի կարևորությունը։ Արտակի մարմնավորը կտեսնենք, սե մեր աչքի առաջին, սիկ մարմնավոր աչքն էր, մենակ մարմնի բաները կտեսնի, եղբայրներ, քույրեր, բայց հոգևոր աչքը ինչը կտեսներ, բայց շատերը ինչը տեսան, ոչ թե մենակ մանանան տեսան, լորամարգիները տեսան, այլ տեսան Աստծո խոսքին, Աստծո խոսքը տեսան, կյանքը տեսան, եղբայրներ, քույրեր, կյանքը տեսան ու առաջ գնացին, որպեսզի ինչին հասնին, որպեսզի Քրիստոսին հասնին, եղբայրներ, քույրեր։ Դրա համար թող Աստված մեզ բոլորիս օրհնե։ Եվ ես երրորդ օրինակը պիտի բերեմ Սուրբ գրքից, նորից հին ուխտից է, մարգարեությունից է։ Դա գրված է Դանիելի մարգարեության մեջ, եղբայրներ, քույրեր։ Մենք ինչ ենք տեսնում։ Այն երկու օրինակների մեջ Աստված դուրս հանեց, չէ, Ղովտին Դանիկը, Իսրայելի ժողովրդին, բայց իրանք ինչ երեցին, Աստծո խոսքը չտեսան։ Աստծո գործը չտեսան իրանց կյանքի մեջ։ Բայց այստեղ Դանիելի մարգարեության մեջ մենք տեսնենք հետևյալը, եղբայրներ, քույրեր, իհարկե գիտեք, որ ամբողջ Երուսաղեմը գերության մատնվավ, Դանիելի մարգարեության մեջ գրված է այդ մասին, որ Նաբուգոդոնոսոր թագավորը ամբողջ Երուսաղեմը տարավ գերության, թագավորին չէ, պարտության, զորավորները պարտվել էին եւ Երուսաղեմի ժողովուրդը մատնվավ գերության։ Եվ մենք ինչ կտեսնենք, այդ գերության մեջ, եղբայրներ, քույրեր, կային ընդամենը իրանց մասին է գրված Սուրբ գրքի մեջ, որոնք գերիներ էին թագավորի մոտ, Միսակը, Սեդրակը, Հաբեդնակովը եւ Դանիելը։ Իրանք երիտասարդներ էին եւ պատկերացրեք, գերիները ինչը կվարվին, եղբայրներ, քույրեր։ Պիտի տանին ամենածանր գործերի մեջ, ճիշտ է։ Դժվար գործերի մեջ ու մի պատկերացրեք, այս 4 եղբայրների համար կարծես դուր բացվավ, թագավորը ինչ սավ, Նաբուգոդոնոսորը հրաման տվավ, որ թագավորական սերունդից, չէ, երիտասարդներ, որոնք արած չունին, ինչ են, բերվին թագավորի տան մեջ, պալատի մեջ, իրանց ռոջիկ նշանակվավ, չէ, որպեսզի իրանք գիր, գրականություն սովորին, ուսանեն եւ իմաստուն մարդիկ դառնան։ Պատկերացրեք, քերիես տաժանագիր աշխատանք չպտենես, պերտած թագավորի տան մեջ ապրիս։ Թագավորի տված կերակուրներով սնվիս, հագնիս, կապես։ Գերության մեջ են, եղբայրներ, քույրեր ջան։ Հիմի ինչքան լավ է, չէ՞, այս ինչ լավ է, ծանր աշխատանքից սպրծել ենք, եկել ենք պիտի մեզի համար առոք-փառոք ապրենք։ Բայց հետաքրքիր է, եղբայրների կյանքի մեջ ինչ տեղի ունեցավ, եղբայրներ, քույրեր ջան։ Ես պիտի կարդամ Դանիելի առաջի գլխի 8 համարի մեջ այսպես է գրված։ Դանիել, մի պատկերացրեք, դուռ է բացվել, որ չբեր տան վատ կյանքով ապրին, բայց թե Դանիելը որոշեց, մյուս թարգմանության մեջ այսպես է գրված, Դանիելը իր սրտի մեջ դրավ։ Գերության մեջ է, բայց իր սրտի մեջ ինքը որոշում կկայացնե, իր սրտի մեջ ինչ կտնե, եղբայրներ, քույրեր։ Ղովտիկինը իր սրտի մեջ չդրավ, Իսրայելի ժողովրդից շատերը իրանց սրտի մեջ չդրեցին, եղբայրներ, քույրեր։ Բայց գրած է Դանիել իր սրտի մեջ դրավ, ինչ դրավ։ Որ թագավորի ազնիվ կերակուրներեն ու անոր խմած գինեն չբղձվի։ Ինչի էս կկատարվավ, եղբայրներ, քույրեր։ Ինչի էս որոշումը կայացրեց Դանիելը եւ եղբայրները։ Իրանց սրտի մեջ ինչի դրին, ինչի օտարախառն լծակից չեղան, անմաքուր բանի չմոտեցան, թեպետ գերության մեջ էին։ Ինչի էս որոշումը կայացրին, որովհետև եղբայրներ, քույրեր, Դանիելը եղբայրները հավատացին, հասկացան մեկ բան։ Ինչն էր պատճառն, որ իրանք հայտնվել էին Նաբուգոդոնոսորի իշխանության տակ։ Եվ ոչ մենակ իրանք, ամբողջ Իսրայելը ինչի էր հայտնվել։ Եթե մենք կարդանք
հին ուխտը, չէ, թագավորների ժամանակահատվածը, մենք ինչ կտեսնենք, որ ինչի Աստծո ժողովուրդը, որին Աստված ցելեր, չէ, իմ ժողովուրդը սպիտի լակ, չէ, ես ցեզի հետ պիտեղնիմ, ձեր մեջ պիտեղնիմ, բայց եթե չէ Տերը կսե, թողնակ իմ խոսքերս, իմ պատվիրաններս, թշնամու սուրը ցեզի պիտի ուտե։ Եվ այս եղբայրները հասկացան, որ իրանք, որ հայտնվել են գերության մեջ, ընիկ չէ, պատճառն որա իրանց զորքը թույլ էր, զինված ուժերը թույլ էին, Նաբուկոդոնոսորը ուժեղ էր, իրանք հասկացան, որ իրանք ինչն էին թողել, Աստծո խոսքն էին թողել, եղբայրներ, եւ ամբողջ ազգով հայտնվել էին գերության մեջ։ Եվ քանի որ սա իրանց բացվավ, իրանց սրտի մեջ դանելը իր սրտի մեջ դրավ, եւ ինքը հավատար, որ այդ խոսքը դեպի գերության մեջ է, իրանք Բաբելոնի մեջ էին, բայց Բաբելոնը իրանց մեջ տեղ չգտավ, եղբայրներ։ Գերության մեջ են, բայց այդ մեղքի կյանքը, Բաբելոնը դա մեղքի խորհուրդն էր, չէ՞, որտեղ կար իշխանությունը, մեղքի, չէ՞, կռապաշտությունը, ամեն բան, բայց իրանց սրտի մեջ Աստծո խոսքը կար, եղբայրներ։ Դրա համար, երբ որ Պողոս առաքյալի խոսքը կարդացինք, որ դուրս եկեք անոնց միջեն զադվեցեք, եղբայրներ, արեք հələ մենք մեր վիճակի սրտին նայենք, մեր ներսը զատված է, թե զատված չէ։ Մի անգամ մենք Կարոշ եղբոր հետ մի հատ տուն էինք այցելել, մի հատ անձնավորության կյանքի մեջ կար դժվարություն։ Ինքը բռնվել էր այդ ինտերնետային խաղերով եւ մեծ դժվարությունների առաջ էր կանգնել։ Երբ որ խոսացինք, ասինք, ախպեր ջան, այդ ամենը ջնջ է, հան է, ճիշտ չէ։ Վերջը սկսեց, հա, ճիշտ սկսեք եղբայրներ ջան, ջնջեց, հեռախոսի միջից այդ ամենը ջնջեց, սաղթիա վերջ, սաղ ջնջել եմ։ Ասինք եղբայր, մեր տեղը մնաց, դեղ է դիստուկ ենք, ջնջել ես, թե չես ջնջել։ Սրտիցդ հանեցիր, թե չանեցիր։ Ես քմծի ծախ տվավ։ Եղբայրներ ջան, հիմի մեր սրտի մեջ ինչ կա։ Ինչ կա։ Ինչ որ կյանքը կա։ Իմ սրտից մեջ ինչ եմ դրել, եղբայրներ, որ Աստծո խոսքի մեջ ապրիմ, որ կյանքի հացը ուտեմ, եղբայրներ, որ Աստծուն հասնիմ։ Դրա համար պիտի կարդամ Պետրոս առաքյալի թուղթը, որտեղ որ առաքյալը այսպես է խոսում։ Առաջի թուղթ Պետրոս 4 գլխի առաջի խոսքը։ Քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ, այդ տեսեք, մեզի աշխարհի մեղքի կյանքից դուրս հանելու համար Աստված իա որդուն է տվել, եղբայրներ։ Հին ուխտում կարդացինք, Իսրայելը դուրս եկավ, Զադիկը տոնեց, չէ՞, քարը մորթվավ։ Իսկ մեզի համար, եղբայրներ, քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ, առաքյալը գրեք այս մասին, եղբայրներ, հիշեցնեք Քրիստոսի չարչարանքները, Գողգոթան, որբիսի մեր միտքը արթնանա, որ մեր ընտրությունը մեր սրտի մեջ տնենք այս ամենը։ Եթե մեր սրտի մեջ դրեցինք այս ամենը, եղբայրներ ջան, կամ պիտի աղե արցան դառնամ, չգիտեմ, աշխարհի մեջ եմ, թե հավատքի կյանքի մեջ եմ։ Կամ էլ Իսրայելի ժողովրդի համար վկայված է, չէ՞, թե անոնց ոսկորները անապատի մեջ ընկան իրանց անհավատության պատճառով, եղբայրներ։ Բայց առաքյալը գսե, քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ մարմնով, դուք ալ նույն մտքով զինվեցեք։ Այնտեղ ինչ կար իրանց մտքերի մեջ։ Եգիպտոսի սոխը, սխտորը, չէ՞։ Իսկ դեռ առաքյալը գսե, ինչ միտք պիտի ունենանք, մեր միտքը որը պիտի եղնի։ Գսե, այս մտքով զինվորվեցեք։ Նույն մտքով զինվորվեցեք, վասնզի նա, որ մարմնով չարչարվեցավ, մեղանչել է, դադարեցավ, որբիսի ալ ոչ թե մարդկանց ցանկությունների պես, հաբա Աստծո կամքի պես ապրինք մարմնի մեջ մնացած ադենը։ Այսինքն մարդը կարող է ապրի մարմնի ցանկություններով, ինչպես մենք տեսանք այն երկու օրինակի մեջ, չէ՞։ Եվ մարդը կարող է ապրի Աստծո ուզածի պես, մարմնի օրերի մեջ, եղբայրներ։ Միսակ, Սեդրակ, Հաբեդնագովը դանել է Եգիպտոս Բաբելոնի մեջ էին,
բայց իրանք մարմնի ցանկություններով չապրան, թեպետ իրանք համար դուռ էր բացվել, չէ՞։ Բայց մերժեցին մարմնի ու զաձերները եղբայրներ քուրեր ջան։ Ավելի նախընտրեցին Մովսեսի համար է վկայված Աստծո ժողովրդի հետ չարճարվել, այսինքն Աստծո կամքի մեջ եղնիմ, թեկուզ դա չարճարանք է, դժվարություն է, նեղություն է, զրկանք է, բայց Աստծո խոսքի մեջ եղնիմ, եղբայրներ քուրեր։ Դրա համար առաքյալը գրում է, Պետրոս առաքյալը հիշեցնում է Գողգոթան, որ Քրիստոս այս ճանապարհն է անցել, որ ես ու դու, իմ ու քո համար դուր բացվի մեղքի կյանքից դուրս գալու, եղբայրներ քուրեր։ Եվ եթե դուրս ենք եկել, ինչի նորից օտարախառն լծակից կեղնենք, հաղորդ կեղնենք մարմնավորությանը, մեղքի կյանքին, եղբայրներ քուրեր ջան։ Ինչի համար։ Եվ այսպես խոսքս կուզեմ ավարտեմ եւ մենք նորից պիտի աղոթքի կանգնենք Կորինթացիների թղթի մեջ, որ կարդացինք, որ չէ Աստված կսե Այսօր համար ելեք, անոնց միջեն ու զատվեցեք, կսե Տերը, պիղծ բանի մի դիպչեք, ու ես ձեզ պիտի ընդունեմ, եւ ես ձեզի հայր պիտի լամ, եւ դուք ինձի տղաներ ու աղջիկներ պիտի լաք, կսե ամենակալ Տերը։ Եվ 7-րդ գլուխ առաջի խոսքը կսե ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոստումները ունենք, մեր անձերը մարմնի ու հոգի ամեն կերպ պղծությունեն մաքրենք եւ սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը։ Ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, Տերը օրհնե բոլորիդ։ Այսօր մենք եկել ենք Աստծո առաջ նորից կարիք ունենք սովորելու մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը պատրաստվելու կարիք ունենք։ Դրա համար Տերը խնամք է տանում մեզի, որ մենք ունենանք սուրբ սիրտ, միանանք Աստծուն։ Իհարկե մենք բոլորս էլ խնդիրներ ունենք, դժվարություններ ունենք, դրանք տարբեր են, հոգսերի ձևով են, ֆիզիկական խնդիրներ են, առողջական խնդիրներ են, բոլորը Տերը գիտե, բայց Աստված ունի ավելի գերագույն նպատակ, եւ իր նպատակը հետեւյալն է, որ մեր մեջ սուրբ սիրտ ստեղծե։ Մենք եկել ենք հավատքի, մեր կյանքի նպատակը հետեւյալն է, որ գալու է մի ժամանակ, որ երկիրը տարերկով պիտի հալվի, բայց Աստծո խոսքն ասում է դուք ինչպես պիտի մնաք սուրբ եւ աստվածապաշտ վարքում։ Այսինքն ամեն ինչ այս երկրագնդի վրա այրվելու է, բայց մնալու է մի բան, մնալու են սուրբ սրտերը։ Մենք հավատում ենք դրան։ Ես ուղղակի իմ սրտի մեջ կա հետևյալը, մենք ինչպես կարող ենք իմանալ սուրբ սիրտ, որ խոսքերով, ինչ փորձությունների մեջ կարող ենք իմանալ, մենք արդյոք ունենք այդ սիրտը թե չէ։ Յուրաքանչյուր մարդ պիտի փորձվի այս աշխարհում, հոգևոր մարդիկ փորձվելու են։ Եվ գրված է 105-րդ Սաղմոսի մեջ Հովսեփի համար, որ նրա անձը երկաթի մեջ մտավ, եւ Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Բոլորս պիտի փորձվենք։ Եվ ես կուզենայի, որ այսօր մենք մի խոսքի շուրջ մեր անձը նայենք, շատ կարճ նայենք մեր անձը։ Սուրբ Գիրքը շատ տեղեր է, չէ՞ գրված, չարին հակառակ մի գնաք, կամ չարին բարիով հաղթեք, շատ տեղեր է գրված, որտև մարդը, որ այս աշխարհում ապրում է, հանդիպում է շատ այդպիսի դեպքերի, որ հնարավոր է իր հանդեպ լինի անհավատարմություն, հնարավոր է իր հանդեպ լինի դավաճանություն,
Հնարավոր է մարդու հանդեպ լինի դու բարին գործես չգնահատվի։ Հնարավոր է այնպիսի դեպքեր, տարբեր դեպքեր, արհամարանքներ, չգիտեմ, ծաղրանքներ, հնարավոր է քո նվիրվածությունը այդքան նվիրվածությունը ստանա հակառակ հատուցումը, հնարավոր է թե չէ, մենք ապրում ենք այս աշխարհում, հնարավոր է ասենք լինի այնպիսի պահեր մտածես, թե դու շահագործված ես, օրինակ պատկերացրեք, ասենք տանը, սկեսուր ամբողջ օրը աշխատում է և հարսը մատին չի տա, օրինակի համար, և դու մտածում ես անընդհատ դնում ես սրտիդ մեջ, այդ քո դու մենակ ոնց որ դու ես աշխատողը մենակ այդպես ներսդ մտածում ես ինչ անես, ինչպես պատասխանես, հնարավոր է, որ ասենք լինում են դեպքեր, երբ մարդը, եղբայրները կամ չգիտեմ այս աշխարհում ունենում են մարդու հետ կոնֆլիկտներ, աշխատանքի տեղը ինչ-որ խնդիրներ, ինչ-որ հարցեր և ինչ են անում, երբ որ խնդիրներ են ունենում, ավելի այս աշխարհի հեղինակություններին ենք դիմում, այս աշխարհի հեղինակություններին, մեծ մարդկանց, այդ հարցը լուծելու, վերջապես ուզում եմ կամ հետևյալ մտքին, Աստծո խոսքն ասում է, քո անձի համար վրեժխնդիր մի եղիր, և ուզում եմ կարդամ Հռոմեացիս 12-րդ գլուխ հետևյալ խոսքերը, 17 խոսքը կարդամ, հետո 19, մեկին չարի տեղ չար մի հատուցանեք, ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք, և 19 խոսքը, ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք, սիրելիներ, այլ բարգության տեղ տվեք, որովհետև գրված է վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Երբևէ բռնեցրել եք ձեզի, որ դուք թեկուզ և դուք չեք պատժել, թեկուզ և դուք չարը չեք արել, բայց քո ներսդ վրեժխնդիր լինելուն, հատուցումը տալու հարցը քո դուր է եկել է։ Երբևէ այդպիսի ապրումներ ունեցել եք, այն մարդը, որ թշնամություն է արել քո հանդեպ, հակառակություն, այսինքն ինչ-որ անհավատարմություն, և քո ներսը դու մտածել ես, որ դու իրան տեղը տնեիր, պատժեիր, չգիտեմ, հատուցեիր, կամ Աստված հատուցեր, կամ մի ձևով իր հարցը լուծվեր, այդպես այդ մտքերն ու խորհուրդները քո դուր է եկել են։ Եթե վրեժխնդրությունը իմ դուրը կուկա, ես չեմ ասում հասել ենք հատուցման, եթե վրեժխնդրությունը իմ դուրը կուկա, ես մտածում եմ, որ ես մաքուր սիրտ չունեմ։ Եթե ես ուզում եմ անել այնպես, ինչպես ինքն է արել իմ հանդեպ, և անել իրան, մարդուն, անձին, դնել տեղը, այնպես ինչպես ինքն է արել, իրան ցույց տալ իր տեղը, եթե այդ խորհուրդները անգամ, մտքերը իմ ախորժակովն են, սիրտս կհովանա այդ ժամանակ, ես մտածում եմ, որ ես մաքուր սիրտ չունեմ։ Եղբայրներ, քույրեր, առավոտյան կարդում էի մի խոսք աչքիս գրավեց, գրված է, որ Հիսուսը կարդամ Մատթեոս ավետարանի մեջ 26-րդ գլուխ 20 խոսք, և երբ որ իրիկուն եղավ,
12-ի հետ սեղան նստեց։ Եղբայրներ, քույրեր, երբևէ եղել է սրտիդ մեջ, մտածես, ինքը ով է, որ ես իր հետ սեղան նստեմ։ Իմ հետ եղել է։ Երբևէ եղել է սրտիդ մեջ, որ մտածես, ինքը ինչ արժանիք ունի, որ ես իր հետ սեղան նստեմ։ Եվ Հիսուսը իմ կյանքում եղել է, եւ սա բժշկել է ինձ։ Եվ Հիսուսը իրան մատնողին եւ դավաճանողի հետ, Հուդայի հետ նստավ սեղան։ Եվ ոչ միայն նստավ սեղան, այլ իր ոտքերը լվացրեց, թեկուզ եւ Հուդան իրան գնահատել էր 30 արծաթի, բայց Հիսուսը իրան շատ թանկ էր գնահատել եւ իջել էր իր ոտքերը լվանալու։ Եվ որովհետև Աստծո համար մարդու հոգին պատվական է։ Եվ մենք այսօր կանչվել ենք ոչ թե աշխարհի սկզբունքներով ապրելու, այն օրենքները, որ Տերը տվավ Մովսեսին, տվավ Քանանի երկրում ապրելու համար, ոչ թե երկնքում ապրելու համար։ Ես այդպես եմ հասկանում։ Այն օրենքները, որ Տերը տվավ Մովսեսին, եւ այդպես գրված է, եւ կարդամ երկրորդ օրինացի մեջ 4-րդ գլուխ 14 խոսք։ Եվ այն ժամանակ Տերը ինձ պատվիրեց, որ ձեզ կանոններ եւ դատաստաններ սովորեցնեմ, որ դուք նրանց գործադրեք այն երկրումը, ուր որ կմտնեք նրան ժառանգելու համար։ Մովսեսի օրենքը Քանանի երկրում ապրելու համար էր, որպեսզի մարդիկ վախենան, եւ այդ օրենքների մեջ հետեւյալն էր. Ատամի տեղ ատամ, աչքի տեղ աչք, չգիտեմ, կոտրվածի տեղ կոտրված, եւ մարդուն ինչ որ արել է իր հատուցումը պիտի եւ մի տեղ էլ գրված է, որպեսզի մնացածները վախենան, էլ այդպիսի բաներ չանեն։ Սա երկրավոր օրենքներ, Մովսեսի օրենքը Քանանի երկրում ապրելու համար։ Բայց Աստծո խոսքը մեզ ասում է հետևյալը։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարանի մեջ, ինչ է ասում մեզ։ Մենք ոչ թե մենք հավատացյալ ենք, մենք կանչվել ենք Բարձրյալի որդիները լինելու, եւ մեր օրենքները Քանանի երկրում, այս աշխարհում ապրելու համար չէ։ Մեր օրենքները, կյանքի եւ հոգու օրենքը երկնքում ապրելու համար է, Աստծո հետ ապրելու համար է։ Դրա համար Տերը ասեց հետևյալ խոսքերը. Լսել եք, որ ասվեցավ. քո ընկերին սիրիր եւ քո թշնամիին ատիր, բայց ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղոտ կարեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդիկ լինիք ձեր հորը, որ երկնքումն է։ Եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ ստուգել, մեր սիրտը ստուգել, մենք վրեժխնդրությունը մեր դուրը կուկա, մենք կարող ենք մեր անձին հակառակողներին ասել, թե մենք իր հետ գործ չունենք, եղբայր ջան, բայց դա սուրբ սիրտ չէ։ Սուրբ սիրտը հետևյալն է՝ իր համար աղոթել։ Կիմանաս, իր համար աղոթել, Աստված չի ասում իրանից հեռու մնա, իր հետ գործ չունես կամ չգիտեմ, Աստծո խոսքն ասում է իր համար աղոթիր, իրան օրհնիր։ Սուրբ սիրտը, եղբայրներ, քույրեր, երկնքում ապրելու համար է։ Այնտեղ, որ մենք գնացինք, Մովսեսի օրենքները չենք կարդալու։ Չգիտեմ, մի սպանիր, պատվիր քո հորն ու մորդ, չգիտեմ, մի շնացիր, այնտեղ կյանքի եւ հոգու օրենքն է մտնելու։ Երբ որ մարդուն ներքին աշխարհում իրան, ես չեմ ասում հատուցել, վրեժխնդրությունը իր դուրը կուկա,
մարդը ուզում է հատուցել, տեսնել իր թշնամուն, ընկած, մեռած, պատժված, եթե դա իր ախորժակովն է եւ սիրտ է դեպքում կհովանա, ես մտածում եմ, ես սուրբ սիրտ չունեմ։ Որովհետև ես մի երկու համար կարդամ, որ ասել է Հոբը։ Հոբը ինչ է ասել։ Հոբ 31:29 Եթե ուրախացել եմ ատողիս կորուստով կամ զվարճացել եմ, որ նրան չարիք է հանդիպել։ Տեսեք, սա եղբայրը խոսած սրտից, սա չերևացող մի բան է։ Ոչ մեկը չի տեսնում ատողիս կորուստը իմ համար տրտմություն է եղել, թե ուրախություն։ Ոչ մեկը չի տեսնի։ Բայց եթե իմ ներսս ատողիս կորուստով ուրախացել է, ես ոչ մի գործողություն չեմ արել, իր համար վատ բան չեմ ասել, չգիտեմ, իրան ինչ-որ, չգիտեմ, չեմ հատուցել, ոչ մի բան, ներսս հովացել է։ Ես երկրավոր օրենքներով ապրող մարդ եմ, ոչ թե երկնային, որտև Աստծո համար յուրաքանչյուր մարդու հոգին թանկ է։ Գիտես, հեշտ չէր, որ Հովսեփին վաճառեցին, ծախեցին, արհամարեցին եղբայրները, չէ՞, բայց ինքը եղբայրներ քույրեր, սավ Աստված ձեր կյանքը պահեց։ Իր այդ եղբայրների կյանքը, հոգին թանկ էր Հովսեփի համար։ Աստված Աստծո համար այս աշխարհում, որ ղրկեց իր որդուն, ինքը ղրկեց ամբողջ աշխարհի համար, բայց բոլորը չէ, որ կօգտվին։ Նա ղրկեց ինքը աշխարհի փրկիչն է։ Այն հացը, որ ասեց երկինքից է իջնել, աշխարհին կյանք տալու համար է։ Նա իր ամենաթանկը չասեց, ձեզ չեմ տա, 15 ուտամ 5-ին չեմ տա, 25 ուտամ չէ, իր ամենաթանկը տվեց աշխարհին, բոլորը իրավունք ունեն ընդունելու տա։ Ես, գիտեք, այս արեգակը ումն է պատկանում։ Ումն է այս արեգակը, ով է Տերը։ Ով է Տերը այս արեգակի, որ պետության, ով կարող է շատ փողով առնել, ոչ մեկը, բայց Աստված ասում է, իմ արեգակը բոլորի վրա ծագեսն է։ Չի ասում, դու արժանի ես, դու արժանի չես, դուք մեղավոր երկիր եք, դուք արդար երկիր եք, չգիտեմ, ձեր օրենքները վատն են, Աստված իր ամենաթանկը տվել է բոլորին։ Իհարկե կգա ժամանակը, Տերը կպահանջի ինչպես գնահատին եւ ապրան Աստծո որդու այրունը, բայց ես ուզում եմ ասել, եղբայրներ քույրեր, մենք եթե մեր սրտի մեջ մտածել ենք, մի օր մտածել ենք, որ ինքը արժանի չէ, որ ես իր այդ սեղան նստեմ։ Ես, եղբայրներ քույրեր, ես մտածում եմ, որ ըլը սուրբ սիրտ չունեմ։ Ես կարտամ Առագացից համար, Առագաց 24:17 Թշնամիտ վայր ընկնելիս մի ուրախանար, և նա կործանվելիս սիրտը չցնծա։ Կիմանաս, Դավիթը, երբ որ Սավուղը ընկած էր, ընկել էր, ինքը գնաց, ինքը վերարգույի ծայրը կտրեց, հետո մի անգամ ջրի կուժը նիզակը վերցրեց, բայց մի հետարքիր խոսք է ասում։ Դավիթը հետարքիր խոսք է ասում։ Կարծեմ առաջի թագավորաց 26-24 համարն է, դե չեմ սխալվում, չեմ ուզում մի բացեմ, բայց գրված է ինչպես, որ քո հոգին իմ առաջին պատվական երևցավ, այնպես էլ իմ հոգին Աստծո առաջ պատվական երևա։ Կիմանաս,
երկնային կյանքի օրենքներով ապրող մարդու համար դիմացինի հոգին թանկ է։ Աստված նրա փրկությունն է ուզում։ Ամեն ինչ արեց Հիսուսը, որ Հուդան խելքի կար, ասեր Պետրոս, ասեց, քեզի չլվանամ, ինձ հետ բաժին չունիս։ Հուդան կանգնած լսում էր։ Հուդան կանգնած լսում էր, որ Աստված ուզում է բոլոր աշակերտների հետ ունենալ բաժին։ Հիսուսն ուզում էր Հուդայի հետ էլ ունենալ բաժին, ասեց Պետրոս, լվանում եմ, որ ինձ հետ բաժին ունենաս։ Հուդան լսեց, ամեն ինչ լսեց, ամեն ինչ տեսավ, բայց իր սրտի մեջ արհամարեց։ Եվ Հիսուսը այդտեղ շատ հետաքրքիր խոսքեր է ասում։ Ասում է, դուք ինձ կոչում եք վարդապետ եւ Տեր, առաջ վարդապետ, հետո Տեր։ Մարդիկ այդպես են ասում, բայց ինքը տեղերը փոխում է։ Ասում է, եթե ես Տերս եւ վարդապետս, Հուդայի համար մնաց ընդամենը վարդապետ, մարդ ուսուցիչ, բայց մնացած առաքյալները ճանաչեցին իրան որպես կյանք, օծյալ, Տեր, փրկիչ։ Նա չլուսավորվավ, իր սիրտը չտվեց։ Սկզբից սատանան գցել էր իր միտքը, բայց չէր բնակվել այնտեղ։ Բայց ինքը թույլ տվեց, որ սատանան այնտեղ բնակվի։ Աստված ամեն ինչ արեց, իր հետ սեղան նստեց, գնահատեց, սիրեց եւ մինչեւ վերջն սիրեց նրանց։ Մենք որ հոգու Տերն ենք։ Մենք այս աշխարհում եղբայրներ, քույրեր, երբեմն լինում է այսպիսի պահեր, որ գրված է այս մարգարության մեջ, Աբդիայի մարգարության մեջ, այսպիսի խոսքեր է գրված. Եվ պիտի մտիկ չաներ քո եղբորը, օրը նրա օտարի օրը, պիտի չուրախանար Հուդայի որդկանց վրա, նրա կորստյան օրը, եւ պիտի չմեծացներ բերանդ նրանց նեղության օրը։ Կիմանաս, եթե այսօր ես ուզում եմ, ներսս հաճելի է, երբ որ, չգիտեմ, թշնամիս ընկել է, իրան հատուցվել է, ինքը պատժվել է, եւ բերանը սպասվում է, ես որ ասում էի, այդպես կլինի, ես որ ասում էի, չգիտեմ, պիտի առնի, պիտի հատուցվի, Աստծուց գտնի, եթե այս խորհուրդներն ու մտքերը իմ ներսովն են, հաճելի են իմ սրտիս, եթե վրեժխնդրությունը ինձի հաճելի է, ուրեմն ես իմ անձի մեջ դեռ ես Աստված եմ, դեռ ես դադավոր եմ, իմ համար, ես եմ ուզում հատուցել, ես եմ ուզում պատժել, ես եմ ուզում, որ սիրտս հովանա, եթե վրեժխնդրությունը, վրեժխնդիր լինելը իմ ներսիս հաճելի է, ես սուրբ սիրտ չունեմ, ես տպես եմ մտածում, եղբայրներ, քույրեր, եւ Աստված շատ հաճախ ցույց է տալիս մեզ մեր կյանքի մեջ, որ մենք, ես անձամբ այս բաները, ես Աստծո խոսքը, գիտեք, մի բան ասեմ, կարելի է հրաշալի Հովսեփի կյանքը պատմել, հա? Հրաշալի պատմել, հրաշալի Դավիթի կյանքից պատմել, ինչպես ես օրինակները բերեցի, չէ՞, հրաշալի պատմել, գերազանց ձևով ներկայացնել, բայց երբ որ ինձ հետ պատահում է այդ բաները, ներսս ցույց է տալիս Աստված, իմ ներսս ինչից է ուրախանում, իր հոգին իմ համար պատվական է, ես կարողանում եմ իր համար աղոթել, սիրտս ցավ քաշել, իրան օրհնել, որ օրհնությունը ժառանգենք։ Եվ սա եղբայրներ, քույրեր, եւ փառք Աստծո, որ Աստված մեզի, եթե մտցնի երկաթի հնոցի մեջ, մաքրելու մեր սիրտը, սուրբ սիրտ տալու համար, չնեղվենք։ Հնարավոր է մարդիկ հեծցնի մեր գլխի վրա, հա, նեղության կրակի մեջ եղբայրը հիշեցրավ Սեդրակ Միսակ Աբեդնագո մտան կրակի մեջ, մեր օրերի կրակը ուրիշ են, մարդիկ են, Աստված նեղության հալոց ունի, մարդկանց միջոցով մեր ինքը վառում է, այրում է մեր հոգու աշխարհը եւ մենք արտահայտվում ենք սիրտս վառեց թողեց։ Փառք Աստծո, իշքան մեր կյանքում վառող թողողներ լինեն, այնքան մեր ներքին աշխարհը ի հայտ կգա, մենք կգնենք Աստծո ոտքերը, կխնդրենք,
կլացենք, որ մենք էլ այդ սիրտը չունենք, մեր սիրտը հովանում է, ուզում ենք պատիժը մենք տանք, ուզում ենք գտնի Աստծուց, ուզում ենք իր հատուցումը առնի, ուզում ենք, եւ մարդու բնությունն է այդպես, դրան ավելի է հակում։ Հիշում եմ ժամանակներ առաջ մեկը գնացել էր Պարտնոյի մոտ, ասենք տարել էր դերձակին հագուստ կարելու։ Դերձակը որոշել էր, որ այսինչ օրը կգաս կտանես, պատրաստ կլինի։ Երբ որ դերձակը ուշացրել էր, հաճախորդն ասում է, քանի որ ինքը ուշացրել է, ես էլ իրա փողը չեմ տա։ Կտնեմ գրպանս, կպահեմ, ես էլ կուշացնեմ, տեսնիմ լավ է։ Եվ դա աշխարհի մարդ չէ, հոգևոր մարդիկ են, եղբայրներ, քույրեր։ Մի խոսքով մենք հավատացյալ ենք, թե ուզում ենք Աստծո որդի լինել, կատարյալ լինենք, ինչպես մեր հայրը կատարյալ է, Տերը թող օրհնե, ամեն։ Մի հատ հետաքրքիր թեմա պետք է խոսեմ, որ շատ կարևոր է։ Եղբայրը շատ ճիշտ նկատեց, ես պիտի մեղքը ատեմ, մեղքից պիտի ատել ու զզվել, նայեք ինչ ա գրած գրքի մեջ, Եզեկիել մարգարության 36-րդ գլխին, 36 գլխի 31 խոսքը, լսեք ինչ ասում, կարդամ լսեք, ու ձեր գեշ ճամփաները, ամբերի գործերը հիշեք, ձեր անրությունների համար, ձեր պղծությունների համար, դուք ձեր անձեն պիտի զզվիք, մարդը մեղ գործում է, թե սրտով, թե հոգով, թե մարմնով, վերջը չի զզվում։ Սա Եզեկիել մարգարության 36 գլխի 31 խոսքն է։ Եթե մարդը չի զզվում մեղքից, չի հավատում, որ կյանքը միայն Հիսուսն է, սրբությունը Հիսուսն է, մի հատ հետաքրքիր միտք եմ ուզում ասել, մի հատ փորձեք մտածել։ Դու Աստծու հետ միլիոն տարի չեք ապրելու, միլիարդ տարի չեք, տրիլիոն չեք ապրելու, նոնիլիոն, հեպտիլիոն, հավիտյան, հասկանում եք, հավիտյան։ Դուք հավատում եք, որ հավիտյան պետք է Աստծու հետ ապրեք, այդ հավատքը ունեք դուք։ Ես հարց եմ տալու, ով է հավատում, որ հավիտյան պետք է Աստծու հետ ապրի։ Եթե ես Հիսուս խաչվել է, որ ես Հիսուսի հետ հավիտյան ապրեմ, լսեք ուշադիր լսեք, 100 տարին այդ անվերջ տարվա մոտ մի ակնթարթ էլ չարժի։ Դու մի ակնթարթի համար ամեն ինչ անում ես, որ լավը ստացվի։ Հավիտյանության համար չի չես մտածում, որտեղ չես հավատում։ Դու չես հավատում, որ տես կյանք կա։ Լուրջ չես հավատում։ Հավատն է մարդին փողողը։ Ինձի որ համասանից հեռացրել էին, հերս ասում էր աղմախ մարդ ես, դու 2 ամիս եմ դարձել դիպլոմ ստանայր։ Պապա ասում էի, նոր էի հավատքի մեջ, առաջի տարին, պապա ասում էի, Հիսուսի մոտ տուն եմ ստացել, ցավը տանեմ։ Դու խելար չես, ինչ տուն, ինչ Հիսուս։ Իբր Հիսուսին շատ էր հավատում, նա տան հավատար։ Իմ աչքերը տենում էր դա հոգևոր։ Էքո հոգու աչքերը ինչ ա տենում, որ ինչ էլ հավատաս։ Հավատքը ինչ բան է։ Հուսացած, չերևցած, բայց չերևում այդ բանը, որ չես տենում, ըստ հավատ չունես։ Բառադի մարդ ես։ Բառադի։ Հավատ չկա քո մեջ։ Հավատ, որ հավատաս հավիտյան Աստծու հետ ապրես։ Ես զիբիլ կյանքն ինչ է, որ ես Պողոս առաքյալը ամեն ինչ աղբ համարեց, որ Քրիստոս շայի։ Այդ դու էլ աղբ համարի, Պողոսից խելացի ես, այդ դու չես համարում, էլ կյանք էլ չունես, ինչ կա չհասկանալու։ Մենք ոնց ենք փոխվել, մեզ ով է փոխել,
Ես իմ թշնամուն սիրում եմ, ինձ հարածողին օրհնում եմ, ինչպես կարդաց եղբայրը, իմ թշնամուն բռնել եմ, պաչել եմ, սիրել է պետք։ Հիսուս իր խաչողների ինչ արեց, ներեց թե չներեց, դու իր տղան ես, իր աղջիկն ես, ում ես քաշել, ում ես քաշել, դա հետ Հիսուս ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց քո վրա, դու չես կարող ես եկեղեցու սաղ ժողովրդի մեղքերը վերցնես քո վրա, ու լացես աղոթես քո ազգի համար, ամբողջ աշխարհը, որ Ադամից սկսենք մինչև վերջի մարդը, քանի տրիլիոն մարդ կլինի, 2-3 միլիոն մարդի մեղքեր վերցա քո վրա, լացի աղոթի քո ազգի համար, բայց ես չի ես անում, իրան նման վերցրա, դու հավատացյալ պետք է լինես, որ վերցնես, հավատացյալ չեղար ինչ վերցնես։ Դրա համար ես մի թեմա պետք է խոսեմ, որ ձեր հավատքը մի քիչ աճի։ Սրտները չխրովի, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք, Հիսուսն ասում։ Սրտները չխրովի, Հորը հավատացեք, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարաններ կա, թե ոչ ես ձեզ դիսեի, հիմա կերտամ ձեզ տեղ պատրաստեմ։ Եթե երթամ ձեզ տեղ պատրաստեմ, նորեն կուգամ ձեզ քովս կառեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք։ Ուր ես կերտամ, գիտեք, ճամփանալ գիտեք։ Թոմաս Սավանոր, Տեր, չեն գիտեր ուր կերտաս։ Ինչպես կերնանք ճամփան գնալ։ Հիսուս Սավանոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորքով չի գալ, եթե ոչ ինձմով։ Եթե զիշ ճանչնայիք, իմ հարսալ կճանչնայիք։ Ասկի հետև կճանչնայիք զանիկա ու տեսակ զանիկա։ Հիսուս ասեց, ես եմ ճամփան, Եվ որ փոխենք, կյանքը դնենք առաջ, ասենք կյանք, հետո ճամփան չի լինի։ Ինչքան գեղեցիկ է խոսում Հիսուս։ Պետք է մտնես այդ հոգևոր ճանապարհը, որ ճշմարտությունը հասկանաս, ճշմարտությունը քեզ բացի կյանք ունենաս։ Եթե Քրիստոսի ճամփան չես բռնի, դու ճշմարտություն չես հասկանա, եւ կյանք էլ չես ունենա, ով ուզում ես եղի։ Ուզում ես պրեզիդենտ եղի, ուզում ես շարքային քյասի աղքատ մարդ եղի։ Եթե Քրիստոսի ճանապարհի մեջ չես, այդ դուրը չես մտել, ճշմարտություն չի բացվի քեզ, ոչ էլ հոգևոր կյանք ունենաս հավիտյան, չես ունենա։ Ուր ուզում ես գնա։ Ուրիշ ճանապարհի մեջ կյանք չկա։ Էսի կարևոր հարց է, այս հարցը փորձենք հասկանալ։ Եղբայրը քարոզեց Սուրբ Սրտի մասին, Սուրբ գրքում գիտեք ինչ է գրած, պատվիրանքի վախճանը Սուրբ Սիրտն է, եթե պատվիրանը քո կյանքում չվախճանվավ, գործը չկատարես վերջացրեց, դու Սուրբ Սիրտ չես ունենա, Սուրբ գրքում է գրած, կարդամ լսի, Ես ինձանից չեմ սարքում։ Ես ինչ որ քարոզելու եմ, Սուրբ Գիրքը պետք է հիմնավորի։ Եթե Սուրբ Գիրք չի հիմնավորում, իմ ասածները դատարկ են։ Անիմաստ են։ Նայեք ինչ է գրած։ Պատվիրանքի վախճանը սեր է, սուրբ սրտով, բարի խշմտանքով, անկեղծ հավատքով։ Առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 5-րդ խոսք։ Առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 5-րդ խոսք։ Ովքեր չեն գնում այդ ճանապարհ, ուր են գնում, օրինակ վարդապետ գնալ կուզեն, բայց իրենք չեն հասկանալ ինչ խոսեն, ոչ էլ այն բանով, որոնց համար ոտք կոխեն։ Չեն հասկանում։ Եթե չգնացիր այդ ճանապարհով, դու պետք է գնաս փուչ խոսքերի հետև եւ ոչ մի բան չես հասկանա։ Ինչպես այսօր շատ հոգիներ այդ ճանապարհն են բռնել։ Չեն կարա այս ճանապարհը բռնել։ Ուշադիր լսեք եղբայրներ։ Ես պետք է հավատամ, որ ճանապարհը բռնեմ, չէ՞։
պետք է սրտի խորքից հավատամ, ուղեղով չեն հավատում, սրտի խորքից, քանի տեղ կարդամ, որ քո խոսքերը իմ սրտի մեջ դրի, որ չմեղանչեմ քո առաջ, քո օրենքները իմ սրտի մեջ գրվավ, որ ես ապրեմ այդ խոսքերով, եթե դու ամբողջ սրտով, ամբողջ հոգով չես ուզում Աստծո հետ ապրել հավիտյան, երբեք էլ չես ապրի, երբեք չես ապրի, տես Կիկոսը կմնաս, Կիկոսը կվերես, Կիկոսի տեղն է կետաս, ես խորը համոզված եմ, 54 տարվա հավատացյալ, որտեն 55 տարին է հետում, ինչքան մարդիկ եմ տեսել մեռելեր են թաղել, ինչքան հիվանդներ եմ գնացել, ինչքան, անգամ երկար տարվա հավատացյալ, 40 տարվա հավատացյալը, քարոզիչը մի գրամ խաղաղություն չունի, մի գրամ սեր չունի, 40 տարի փուչ բաներ հետևա գնացել, դրա համար այսօր շատ փուչ բաներ հետևա գնացողները հավատացյալ չեն դառնա ժողովուրդը, ճամփան, Հիսուսի ճամփան ինքն է այդ ճանապարհը, մի հատ հարց տամ ձեզ, Հիսուսը ինչ ճամփա է անցել, Հիսուսի ճամփեն որն է, մեկ ինչ ցույց տամ իր ճանապարհը, հա, իր ճանապարհը ցույց տամ, ինքը որպես ճանապարհ, ինքը 30 տարի ցույց տվեց, որ ինքը հոգևոր մարդ է, ցույց տվեց, որ ինքը հրաշագործ է, ցույց տվեց, որ ինքը Հիսուսն է, 30 տարի ունայնացրեց անձը, ես է ճամփեն, ունայնացրել է, ինձ էլ քեզ էլ ասում է, դու էլ ունայնացրակով, ինչպես Հիսուսի մեջ էր այդ միտքը դիրքո մեջ, գրած է գրքի մեջ, ես չեմ սարքում, գրած է գրքի մեջ, կարդամ լսի, Փիլիպեցիս թղթի մեջ գրված է, կարդամ լսի, ձեզ մե ամեն մեկը նույն միտք ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքով հափշտակություն ծեփեց Աստծուն հավասար, անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդոց նմանալով, կերպարանքով մարդու պես գտնվեցավ, ինքզին խոնարհեցուց միջև մահվան նազանդ եղավ, այն էլ խաչի մահվան։ Էսի ճանապարհն է։ Ունայնացրեց։ 30 տարի ունայնացրեց։ Ոչ մեկը չէր իմանում, որ ինքը հրաշագործ Քրիստոսն է, Աստծո որդին է, ոչ մեկ չէր իմանում։ Բացի Հովսեփից, բացի Մարիամից։ Ոչ մեկ չգիտեր։ Նա իր խնամակալ հորձերի տակ բանվորություն էր անում։ 30 տարի։ Ոչ մի հարևան էլ չիմացավ։ Դու այս ճանապարհը սիրում ես։ Ուզում ես ունենալ։ Ինչ աշճան է ունենացել, գիտեք ինքը իրան։ Տեսեք ինչ աշճանի։ 22 Սաղմոսն եմ կարդում, 22 Սաղմոս։ Որ իր մասին է գրած։ Աստված իմ Աստված ինչուց ինձ թողոցիր, եսի աղոթեց խաչի վրա, չէ՞։ Բայց ես որդի եմ ու մարդ չեմ։ 6-րդ խոսքը 22-6։ Հիսուս ասում է, ես որդի եմ ու մարդ չեմ։ Տեսեք ինչ աշճանի ունայնացած։ Ունայնություն ինչ բան է, էդ էլ բացատրեմ։ Էլի սուրբ գրքով։ Ունայնություն ինչ բան է, տենանք ինչ բան է ունայնություն։ Սա սուրբ գրքով եմ ասելու։ Ես այդքան խելք չունեմ, ոչ էլ ես ինչ որ արժեք ունեցող մարդ եմ։ Ունայնություն։
ամեն ազգերը անոր արչև ոչնչի պես են, ոչնչից պակաս ունայնություն կսեփեն։ Հիսուս իրան ոչնչից պակաս համարեց։ Եվ ասում է դու էլ տենց արա։ Դու քեզ ոչնչից պակաս կհամարես։ Դրա համար ես Սուրբ Գիրքը ուսումնասիրելով, հավատալով այդ խոսքերին, հիմի ես այս խոսքին եմ հավատացել, եւ այս խոսքը ինձ բերել է հոգևոր հաղթանակի։ Նայեք ինչ ա գրված գրքի մեջ։ Սակայն Աստված ճշմարիտ թողլա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի քո խոսքերի մեջ արդարալաս, դատաստանի ատենը դուն հաղթես։ Հռոմեացիս 3:4 սուտ։ Այս խոսքը իմ հոգու մեջ ընդունեցի եւ ասի Պավել դու ոչ թե սուտ ես, ստության մայրաքաղաք ես։ Ստության մայրաքաղաք ես։ Ես երիտասարդ ժամանակս ասանք հանդիպել ինձ այս մտքերը։ Եվ դու ինչպես պետք է վարվես այս ստության հետ, կարդամ ինչպես պետք է վարվի մարդը։ Ստությունը ատեցի, անարգեցի, բայց քորենքը սիրեցի։ Պավել քեզ պետք է ատես, անարգես, որ ինձ սիրել սովորես։ Դու քեզ ատում ես, թե փառավորում ես։ Ատում ես, թե փառավորում ես։ Էս եմ արել, դու ինչ ես արել։ Հիսուս դրելա դրա վրա խոսք։ Էդ էլ կարդամ լսի։ Ղուկասի ավետարան գրած այդ մասին։ Շատ զորավոր ձևով գրված է։ Եվ մենք այդ խոսքերը չենք կարող մոռանալ։ Նույնպես դուք, երբ բոլոր ձեզի հրամայված բաներ ունեք, ասեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քանզի այնց որ պարտական ենք։ Ինչքան լավ բան անես, ավելի հզոր անես, ավելի հզոր անպետ մարդ ես։ Քիչ ես խոստովանում էդի։ Մենք չենք խոստովանում։ Մենք զղջալու տեղ էլ չունենք։ Մենք կարգին մարդ ենք։ Եղբայրներ քուրեր։ Այս ճանապարհը դու բռնել ես։ Բռնել ես այս ճամփին։ Դրա համար հավատացյալ չես դառել։ 20 տարի անց է, 10 տարի անց է, 30 տարի անց է, 40 տարի անց նույն կիկոսն ես մնացել։ Ոչ սուրբ սիրտ ես, ոչ էլ հոգևոր մարդ ես։ Սխալ եմ ասում։ Մարդիկան կարող է ես իմ ինչ աֆերություններ անեն, իրանց դրան հավատացյալի տեղ։ Ես ինչի հավատացյալ եմ։ Հələ մեկ ինչ խորանանք, այս ճամփին Հիսուս ինչ ասեց։ Ով ուզում է իմ հետևից գալ, թող անձ ուրանա, ամեն օր խաչը վերցնի, իմ հետևից գա։ Ով որ ուզում է իր կյանքը ապրի, պետք է կորցնի իրան, ատի իրան։ Տեսեք, Աստծորենք սիրողների մասն եմ կարդում։ Քորենք սիրողներին շատ խաղաղություն կա, անոնց գայթակղություն չի լար։ Քանի անգամ ես գայթակղվել դու։ Ինչքան ես հիասթափվել դու։ Որտեղ ոչ քեզ ես ատում, ոչ էլ Աստծորենքն է սիրում։ Եթե Աստծո օրենքը սիրողը, Աստծուն էլ է սիրում։ Քեզ պետք է ատես, անարգես, որ օրենքը սիրես։ Ես իա ճամփեն, եղբայրներ քուրեր, ես այս ճամփեն եմ բռնել։ Դրա համար մարդիկ են եղել քարոզի ժամանակ, sense մեծ պաշտամունքի 5-600 հոգի, մեկ եկավ հավատացյալ կոչված, եկավ կանավ sense, ես էլ քարոզում եմ։ Ասես սրիկայի պես, խոզի պես խրխրես սատկես։ Մի հատ ռեակցիա չգնաց։ Որտեւ ինձ ատում արամարում եմ ամեն օր։
մի մար չես կարա գտնի, որ ասի Պավել ինձ վիրավորեց, Պավել ինձ անպատվեց, Պավել ինձ խաբեց, Պավել ինձ թալանեց, չես գտնի աշխարհում։ Որովհետև ես ուզում եմ մեռնեմ Հիսուս ապրի մեջ։ Ես ապրելու իրավունք չունեմ։ Պետք է ուրանամ անձս, խաչս պիտի վերցնեմ։ Ամեն ինչ աղբ համարեմ, որ Քրիստոսի մեջ բնակվեմ, Քրիստոսի հետ ապրեմ։ Հավիտյան եմ ապրելու նրա հետ։ Դու չես հասկանում հավիտյանն ինչ բան է, չես էլ հավատում։ Հավիտենություն, հավիտյան, արա միլիոն տարի չէ, միլիարդ տարի չէ։ Հավիտյան։ Դու հավիտյան հավատում ես, որ դու ապրես Աստծո հետ։ Չես հավատում։ Դրա համար չես փոխվում։ Դրա համար չես ապաշխարում, դրա համար ես կեղտոտ մեղքի աշխարհը չես թողում։ Պետք է ընտրենք այդ կյանքը։ Ես 21 տարեկան եմ եղել, ինձ բացվավ հավիտենական կյանքը, երկնային կյանքը, որ այդ հավիտյան պետք է ապրեմ։ Ասի հետադարձ կամուրջները հավիտյան այրում եմ։ Պետք է Հիսուս ապրի մեջ։ Ես դի մուշտ ուրանամ ինձ։ Ինտեմ կրվեմ ամեն օր։ Ամեն օր նսեմ ասում եմ, առավոտ կանուխելիս հաշտնել եմ, արդյունքով աղոթել եմ, Տեր Հիսուս, իմ հպարտությունը, իմ ապարտավարությունը, ցածր չա, որտեղ միայն այդ օրն ես դու բարձրանում, ուրիշ օր չես բարձրանում։ Հոբի նման աղոթում եմ, Տեր, աչքերս լուսավորի, որ քեզ տեսնեմ։ Անձը սարաբարել սովորեմ, հողի մոխիրան սղճալ սովորեմ, Պողոսի նման սովորած ամենատեն կոմակրեմ, քեզ հետ ծուրվեմ, պարքես, դու կենթանի աստված ես, դու շուտով գալու ես, որ ինձ հապշտակես, ես ուզում եմ անպայման հապշտակվեմ, անպայման, ումնա պետք 54 տարի լացեմ, ողբամ ու չապշտակվեմ, ես լացում եմ, որ հապշտակվեմ, Հիսուսի հետ հավիտյան մեկանամ, փառավորեմ նրան և ասեմ, ես քո որդին եմ, բայց գիտեմ, որ դու այդտեղ ես քո պես պետք է լինեմ, քեզ դիտեսնեմ ինչպես որ ես, Փառքես,